Ողջունում եմ բոլորիդ հարգելիներս, ներկայացնում եմ մեղրի օգտակար հատկությունները։ Հարյուրամյակների ընթացքում ծաղիկների նեկտարից մեղուների մշակած մեղրը մարդու համար միակ քաղցր կերակուրն էր։ Մեղրի օգտակարության մասին գիտեին անգամ նախնադարյան մարդիկ։ Չնայած այն բանին, որ մեր օրերում մեղրին փոխարինող շատ քաղցրեղեններ կան, որոնց հիմքում ընկած է շաքարը, միևնույն է, մեղրը համարվում է շատ արժեքավոր հատկություններով օժտված սննդամթերք։ Նորմալ գործունեության համար սրտին անհրաժեշտ է շաքար, բայց սրտի համար ամենևին էլ միևնույնը չէ, նրան հարամցնում ենք մեղրի մեջ գտնվող բնական շաքար, թե վերամշակված շաքար։ Շաքարի ճիշտ քանակի պարունակությունը այրան մեջ շատ կարևոր է։ Նվազեցնելու դեպքում մարդը կորցնում է գիտակցությունը, իսկ ավելանալու դեպքում ձեռք է բերում շաքարախ հիվանդությունը։ Որպեսզի պահպանենք այրան մեջ շաքարի անհրաժեշտ քանակը, խորհուրդ եմ տալիս շաքարի փոխարեն օգտագործել մեղր։ Մեղրը իր մեջ պարունակում է երկու տեսակի շաքար։ Մի տեսակը արագ ներծծվում է այրան մեջ, իսկ մյուսը ավելի դանդաղ ներծծվում է պահպանելով շաքարի մշտական անհրաժեշտ խտությունը այրան մեջ։ Այն կարող է լրացնել առօրյա սննդի մեջ տեղ գրաված ցանկացած բացը։ Մեղրը իր մեջ պարունակում է այրան բջիջների ձևավորման համար անհրաժեշտ կարևոր տարրեր։ Մեղրի բաղադրության մեջ մտնում են երկաթ, պղինձ, մանգան, քլոր, կալցիում, կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, ցինկ, B խմբի վիտամիններ, ամինաթթուներ եւ այլն։ Հղի կանանց խորհուրդ է տրվում օրական օգտագործել 2 թեյի գդալ մեղր, որը կնպաստի երեխայի ամուր ներվային համակարգի ստեղծմանը։ Մեղրը հեշտ և արագ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում է մարսողությանը, հատկապես օգտակար է ստամոքսի խնդիր ունեցողներին։ Այն արագ անջատում է էներգիա, որը շատ անհրաժեշտ է օրգանիզմին վերականգնելու մտավոր և ֆիզիկական ակտիվությունը։ Այդ պատճառով մեծ քանակի էներգիա ծախսելուց հետո սպորտսմեններին օգնում է արագ վերականգնել ուժերը։ Ուսանողներին քննություններից առաջ օգնում է ուշադիր և կենտրոնացված լինել և քննությունների ընթացքում զսպել հուզվածությունը։ Այն ունի հակաստրեսային, օրգանիզմը հանգստացնող հատկություն։ Նյարդային համակարգը բուժող, հանգստացնող ամենաարդյունավետ և չվնասող միջոցը բնական մեղրն է։ Մեղրը հիանալի քնաբեր է։ Մեղրը օգնում է երիկամների նորմալ աշխատանքին։ Այն բուժում և հանգստացնում է ուժեխազը, օգնում է հանգստացնել արթրիտի հետ կապված ցավերը, օգնում է աղիների մաքրմանը և բուժում է փորկաբությունը, թուլացնում է գլխացավը, անցկացնում է գլխապտույտը, լավացնում է տեսողությունը։ Մեղրի ամենօրյա օգտագործումը թույլ է տալիս կատարել ամենօրյա մտավոր և ֆիզիկական աշխատանք և ունենալ հրաշալի ինքնազգացողություն, նույնիսկ մեծ տարիքում աչքի ընկնել մտավոր և ֆիզիկական բարձր կարողությամբ և խուսափել ծերության պատճառած վնասներից մինչև կյանքի վերջը։ Կան մարդիկ, որ հրաժարվում են մեղր օգտագործելուց, պատճառաբանելով, որ այն թանկ է, սակայն հիշեցնեմ, որ առողջությունը ամենաթանկն է և առողջության համար հարկավոր չէ խնայել։ Հակառակ դեպքում մեծ փողեր եք ծախսելու դեղերի վրա։ Օգտվեք ժողովրդական բժշկության մեր ավանդական մեթոդներից, պահպանեք ձեր առողջությունը և մանավանդ այսօրվա արտադրական սննդի և լարված կյանքի դեպքում մեր օրգանիզմը կարիք ունի օգնության, այդ օգնությունը մեզ տալիս է բնությունը, որը իրոք գանձարան է ժողովրդական բժշկության համար։ Բաժանորդագրվեք իմ միջին, որպեսզի միասին բացահայտենք ժողովրդական բժշկության գաղտնիքները։ Առողջություն և բարօրություն բոլորիդ։